Բարև ձեզ, ես Սմբատ Գոգյանն եմ։ Օրեր առաջ, նոյեմբերի 17-ին կայացավ դպրոցականների օլիմպիադայի առաջին փուլը։ Առաջարկում եմ հիմա բոլորով միասին քննարկենք այդ խնդիրները։ Զգուշացնեմ ձեզ, որ ես ինքս դեռևս տեղյակ չեմ խնդիրների բովանդակությունից։ Նոր ճարել եմ ֆայլը և այժմ միասին կլուծենք բոլոր խնդիրները։ Խնդիրները 20-ն են, այնպես որ ժամանակ կորցնել չի կարելի։ Եկեք սկսենք։ Կարդում եմ առաջին խնդիրը. գտնել 2025-ի քառանիշ բազմապատիկների քանակը։ Հիշենք, թե որն է բազմապատիկը։ Դա թիվը ինչ որ այլ բնական թվով բազմապատկածն է։ Քանի որ պետք է գտնել քառանիշների քանակը, առաջին քառանիշ 2025-ի բազմապատիկն է 1 անգամ 2025-ը, որը հավասար է հենց 2025։ Հաջորդը կլինի 2 անգամ 2025-ը, որը 4050 է։ 3 անգամ 2025 կլինի 6075, իսկ հաջորդը 4 անգամ 2025-ն է, որը 8100 է։ Հաջորդը 5 անգամ 2025-ը արդեն կլինի 10000-ից մեծ, որտև 5 անգամ 2000 արդեն լինում է 10000, իսկ բազմապատկելով 2025-ով կստանանք ավելի մեծ թիվ, կոնկրետ 10125, արդեն սկսում են հնգանիշ, այնուհետև վեցանիշ թվերը, որոնք 2025-ի բազմապատիկ են։ Ինչպես տեսնում ենք, այդ թվերը ընդամենը 4-ն են. 1 անգամ 2025, 2 անգամ 2025, 3 անգամ 2025 և 4 անգամ 2025։ Ուրեմն ճիշտ պատասխանն է տարբերակ 3, 4 հատ։ Այժմ երկրորդ խնդիրը։ Գրատախտակին շարքով գրված են 9 հատ 9 թվանշան։ Դրանց միջև քանի հատ պլյուս նշան պետք է տեղադրել, որպեսզի ստացված արտահայտության արժեքը հավասար լինի 2025-ի։ Այս խնդիրը լուծելու 3 տարբերակ մտքովս եկավ։ Եկեք սկսենք անմիջական լուծումից։ Այս գրած փորձենք տեղադրել պլյուս նշանները, այնուհետև ստանալ։ Պարզ է, որ մենք չենք կարող ունենալ քառանիշ թիվ գումարների մեջ, որտև արդյունքը կլինի 2025-ից մեծ 9999 կամ 6-անիշի դեպքում 5-անիշի դեպքում 99999 և այդպես շարունակ։ Եռանիշից մեծ թվեր գոյություն ունենալ չեն կարող, բայց եթե եռանիշ թվեր չլինեն, այսինքն լինեն առավելագույնը երկնիշ թվեր, ապա մենք չենք կարողանա 2025-ի նույնիսկ մոտիկ գալ, որտև նույնիսկ 4 հատ 99 դա 400-ից փոքր է, 4 անգամ 99 փոքր է 4 հատ 100-ից, փոքր է 400-ից, գումարելով 9 մենք 2025-ին մոտիկ չենք գա։ Ուրեմն մեզ անհրաժեշտ է եռանիշ թիվ։ Գրենք այստեղ պլյուսը, թող սա լինի մեր եռանիշը։ Այժմ սա վերլուծելով տեսնում ենք, որ մեզ դեռևս շատ մեծ թիվ է պետք գումարել, որպեսզի հասնենք 2025-ին, որտև եթե այստեղ ունենք 999, ապա մեզ պետք է ևս 1026, որը 2025 մինուս 999 է, որպեսզի ստանանք 2025։ Ուրեմն մեզ դեռևս անհրաժեշտ է եռանիշ թիվ։ Ուրեմն այստեղ ևս գրենք 999, ունենք նաև սա, եկեք հաշվենք, թե որքան արդեն ունենք։ Այս երկու եռանիշ թվերի գումարը կլինի, նշեմ կանաչ գույնով, 1998։ Մեզ անհրաժեշտ է դեռևս 27, իսկ այդ 27-ը ստանալու համար պետք է այստեղ տեղադրենք 2 հատ պլյուս գումարը, այսինքն 999 գումարած 999 գումարած 9 գումարած 9 գումարած 9, ստացանք 2025, այսինքն մեզ անհրաժեշտ է 4 հատ պլյուս գումարելին, դա անում է տարբերակ երկրորդը 4։ Այժմ ինչպես ասել էի, լուծենք այլ եղանակով, սյունակով գումարման մեթոդով։
փաստորեն մենք պետք է գրենք թվեր, որոնք բոլորը բաղկացած են 9 թվանշանից, ընդ որում դրանց քանակը լինելու է 9 հատ, այնպես որ գումարը ստացվի 2025։ Այստեղ թվերը, որ գրելու ենք, դաշտերը առանձնացնենք ուղղանկյուններով, քանակը չգիտենք, այստեղ առաջին թիվը, երկրորդ թիվը, երրորդ թիվը, եկեք այս 2025-ը տեղափոխեմ, երրորդ թիվը, պայմանական չորրորդ թիվ թող լինի, հինգերորդ թիվ, այնպես, որ նրանց գումարը պետք է լինի 2025։ Նայենք միավորների կարգին, այստեղ կարող են լինել միայն 9 թվանշանները, քանի անգամ 9 կվերջանա 5 թվանշանով, պատասխանն է 5 հատը, 9 անգամ 5 հավասար է 45, այսինքն մեզ պետք է 5 հատ 9, որպեսզի ստանանք 5-ով վերջացող թվանշան, ուրեմն մեզ պետք է 5 հատ գումարելի 9-ով վերջացող, ուրեմն մեզ պետք է 4 հատ գումար, իսկ մնացածը արդեն ավելի հեշտ է, հաշվեցինք 5 հատ 9 45, 5-ը գրեցինք, 4-ը մտքում պահել ենք, այժմ մեզ պետք է 2-ով վերջացող թիվ ստանալ, ընդ որում մտքում ունենք 4 գումարելու, ինչ էլ ստանանք գումարելով 4, եթե ստանալու ենք 2-ով վերջացող թիվ, ուրեմն թիվը պետք է վերջանա 9-ով գումար, 8-ով, որպեսզի 8-ով վերջացող թվին գումարենք 4 կվերջանա 2-ով, իսկ քանի հատ 9 է մեզ պետք, որպեսզի ստանանք 8-ով վերջացող թիվ, 2 հատ, 2 հատ 9 կլինի 18, եւ այսպես, այստեղ արդեն թվանշաններ մենք չենք ունենալու, 2 հատ 9 18, մտքում ունենք 4, 22, 2-ը գրած, 2-ը պահած, այժմ նայում ենք այստեղ, մեզ պետք է ստանալ 20, 0-ով վերջացող, ընդ որում 2 ունենք մտքում, կրկին մեզ պետք է 2 հատ 9, որպեսզի ստանանք 18, եւ քանի որ մտքում ունենք 2, ստացվի 20, 0-ն գրում ենք, եւ քանի որ արդեն 2 է, գրում ենք այստեղ, հաշվենք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 9 հատ 9 օգտագործելով մենք ստացանք 2025, այժմ այս խաչիկները ջնջենք ու ամփոփենք, 999 գումարած 999 գումարած 9 գումարած 9 գումարած 9 կստացվի 2025, դա համընկնում է վերևում գրված պատասխանի հետ, այժմ մեկ այլ ձև, եկեք 2025-ը բաժանենք 9-ի, ստանանք 2, 22, կրկին 2, 5, 2025-ը 9-ի բաժանելով ստանում ենք 225, այժմ առաջարկում եմ ըմբռնենք, որ եթե մենք կարողանանք լուծել այս խնդիրը, ապա բոլոր գումարելիները բազմապատկելով 9-ով, ձախ մասում կստանանք 9-ով գրված թվեր, իսկ աջ մասում կստացվի 2025, իսկ սա լուծելը շատ ավելի հեշտ է, ակնհայտ է, որպես մեզ պետք է 111, այնուհետև եւս մեկ 111, կստանանք 222, որից հետո մեզ պետք է 3 հատել 1, 1, 2, 3, սա ունենք, այսինքն 111 գումարած 111 գումարած 1 գումարած 1 գումարած 1 եւ սա բազմապատկելով 9-ով բոլոր գումարելիները կստանանք 999 գումարած 999 եւ գումարած եւս 3 հատ 9 ստանում ենք 2025, սա էլ երկրորդ խնդրի լուծումն էր, այժմ երրորդը, Արմենը աստղանիշերը փոխարինեց թվանշաններով այնպես, որ աստղանիշ 9 աստղանիշը փոքր է նման նույն արտահայտությունից, որն էլ փոքր է 1 աստղանիշ
2 Գտնել Արմենի գրած թվանշանների գումարը։ Բան։ Տեսեք, սովորաբար, եթե լինեին աստղանիշներ ավելի շատ կամ թվան 9-ի եւ 1-2-ի փոխարեն մի քիչ այլ տարբերակներ, խնդիրը կունենար շատ լուծումներ, բայց քանի որ այսպես շատ սպეციფიկ դեպք է, մենք կարող ենք միարժեքորեն վերականգնել բոլոր թվանշանները։ Եկեք համեմատելու համար թվերը գրենք իրար տակ։ Սա առաջին թիվն է, սա երկրորդ թիվը, տեսքով իրար նման են, բայց իմաստով մի քիչ տարբեր են։ Սա երրորդ թիվն է։ Փաստորեն խնդիրը ինչ է ասում, որ այս թիվը առաջինը ամենափոքրն է, երկրորդը դրանից մեծ, իսկ երրորդը ամենամեծն է։ Փաստորեն մենք ունենք 3 եռանիշ թիվ, ընդ որում դրանցից մեծը սկսվում է հարյուրավորների կարգում ունենալով 1 թվանշան։ Ուրեմն մյուս թվերը չեն կարող հարյուրավորների կարգում ունենալ ավելի մեծ թվանշան, չէ՞, որտեղ նրանք կստացվեին ավելի մեծ։ Ուրեմն մենք կարող ենք ասել, որ այս երկու թվերի մոտ էլ հարյուրավորների կարգում գրված է 1 թվանշանը։ 1 1 Այժմ անցնենք տասնավորների կարգին։ Այս 3 թիվն էլ սկսվում են նույն 101 թվանշանով, այսինքն ունեն 1 հարյուրյակ, ընդ որում այդ 3-ից փոքր թվերը ունեն 9 տասնավոր։ Ուրեմն մեծ թվի տասնավորների քանակը չի կարող լինել 9-ից փոքր, բայց քանի որ 9-ից մեծ թվանշան չունենք, ուրեմն այստեղ պետք է լինի 9։ Այժմ անցնենք միավորների կարգին։ Ամեն ինչ ակնհայտ է, չէ՞։ 190-ով սկսվող երկու թիվ ունենք, որոնք փոքր են 192-ից։ Ուրեմն թվերից մեկը 190-ն է, մյուսը 191-ը։ Այժմ կարդանք պահանջը կրկին։ Գտնել Արմենի գրած թվանշանների գումարը։ Փաստորեն հավանաբար նկատի ունի այս հնչած թվանշանների գումարը։ 1 1 9 1 0 գումարը կստացվի 12։ Ուրեմն պատասխանն է արտարբերակ առաջին 12։ Այժմ չորրորդը։ Ինչպես կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 10-ով, իսկ հանելին փոքրացնենք 6-ով։ Ուրեմն ունենք երկու թիվ, իրարից հանում ենք, աստղանիշներով գրենք, առաջինից հանում ենք երկրորդը։ Ինչպես կփոխվի պատասխանը, սա մեծացնում ենք 10-ով, իսկ սա փոքրացնում ենք 6-ով։ Այժմ այն եկեք լուծենք երկու եղանակով։ Եթե նվազելին մեծացնենք 10-ով, այսինքն 10-ով ավելի մեծ թվից ենք հանելու, ուրեմն արդյունքը պետք է մեծանա 10-ով, բայց մյուս կողմից հանելին, որը ինչքան պետք է հանենք, փչացնում ենք 6-ով։ Եթե հանելին 6-ով փչացնում ենք, ապա գումարը մեծանում է 6-ով, որտեղ 6-ով քիչ ենք հանում։ Այսինքն նվազելին մեծացնելու հաշվին գումարը կմեծանա 10-ով, իսկ հանելին փոքրացնելու հաշվին գումարը կմեծանա ևս 6-ով, այսինքն արդյունքում գումարը կմեծանա 16-ով։ Այժմ եկեք նույնը լուծենք հատվածների պատկերման միջոցով, որպեսզի պատկերացնենք, թե ինչքան հզոր մեթոդ է այն։ Ունենք երկու թիվ, առաջին, երկրորդ։ Նրանց տարբերությունը այսքան է, չէ՞, առաջինից հանած երկրորդը։ Հիմա ինչ է ասում խնդիրը։ Առաջին թիվ, այսինքն նվազելին, առաջին թիվը մեծացրեցինք 10-ով, իսկ հանելին փոքրացրեցինք 6-ով։ Այսինքն առաջին թիվը դարձավ այսքան, երկրորդ թիվը այսքան։ Որքան կլինի այժմ նրանց տարբերությունը։ Եկեք այդ տարբերությունը այժմ պատկերենք կանաչ հատվածով կրկին, կարմիր աղեղով։
Սա է տարբերությունը։ Իսկ ինչքան է այս տարբերությունը։ Այստեղ ունենք 6, այստեղ ունենք նույն ինչ որ առաջ կար եւ եւս 10։ Ինչպես տեսնում ենք, թվերի տարբերությունը այսքանից դարձավ այսքան, այսինքն ավելացավ 16-ով։ Նայում ենք, թե տարբերակներից որն է 16-ը, տարբերակ երկրորդ կմեծանա 16-ով։ Հինգերորդ խնդիրը, քանի թվանշան ունի միայն 5-երով կազմված ամենափոքր թիվը, որը առանց մնացորդի բաժանվում է 13-ի։ Սա ես իմանալով, որ 1001-ը բաժանվում է 13-ի, այն հավասար է 7 անգամ 11 անգամ 13, կարող եմ ասել, որ 555 անգամ 1001-ը, որը կլինի 555555, բաժանվում է 13-ի, որտև 1001-ը բաժանվում է։ Բայց քանի որ դուք դեռևս այսպիսի հատկություններ թվերի չգիտեք, եկեք փորձենք ավելի պարզ եղանակով։ Կարծում եմ սա լուծելու ամենահեշտ եղանակը փորձելն է։ Ամենափոքր հնգանիշ թիվը, որը գրվում է միայն 5 թվանշանով, ու պետք է բաժանվի 13-ի։ Գրենք այդպիսի թվեր։ 5-ը 13-ի չի բաժանվում։ 55-ը նույնպես, 55-ը բաժանենք 12-ի, քանորդում 4, մնացորդում 3։ Նույն ձև ստուգելով տեսնում ենք, որ 555-ը չի բաժանվում։ Նաև կարելի է փորձել, որ 5555-ը, եկեք համոզվենք, 4, 52, 35, 26, 95, կտա ստեղ 7, 91, ստացվեց 4 մնացորդ, այսինքն 5555-ը նույնպես չի բաժանվում։ Ստուգենք 55555-ը։ Բաժանման սկզբի մասը այս նույն գործողությունները կրկնելու ենք, որտեղ ի վերջո այստեղ աչի վրա մեկ հատ 5 է ավելացած։ Ամեն դեպքում գրենք 4, 52, 35, 26, 95, 7, 91, 45, 3, 39, 6։ Ինչպես տեսնում ենք, ստացվեց 6 մնացորդ, այսինքն 55555-ը չի բաժանվում։ Իսկ 555555-ը ստուգելու համար, որ բաժանվում, եկեք անենք հետևյալը, ոչ թե նորից ամբողջը բաժանենք, այլ այստեղ ավելացնենք մեկ հատ 5 թվանշան։ Այժմ այն կիջնի այստեղ, 65-ը բաժանած 13-ի 5, այստեղ 65 եւ մնացորդում կստացվի 0։ Իսկապես 555555-ը 13-ի բաժանելիս քանորդում ստացվում է 42735, իսկ մնացորդը 0 է, այսինքն բաժանվում է առանց մնացորդի։ Ուրեմն պետք է գրել 6 հատ 5, պատասխան երրորդ տարբերակ 6։ 6-րդ խնդիրը, ինչ թվանշանով է ավարտվում 2025-ից փոքր բոլոր զույգ թվերի գումարը։ Հետաքրքիր խնդիր է։ Այսինքն ունենք 2 գումարած 4, գումարած 6, գումարած 8, գումարած 10, 12, մինչև 2024։ Այս զույգ թվերի գումարի վերջին թվանշանը պետք է հաշվել։ Ասեմ ձեզ, որ ժամանակին հայտնի գիտնական Գաուսը այսպիսի մի խնդիր էր լուծել, երբ ուսուցիչը նրան խնդիր էր տվել 1-ից մինչև 100 թվերի գումարը հաշվել, որպեսզի աղմուկ չանի դասի ժամանակ, եւ նա շատ արագ հաշվել էր այդ գումարը, թե ինչպես հետագայում կիմանաք բարձր դասարաններում։ Այժմ մենք կլուծենք այս խնդիրը առանց հաշվելու այս երկար շարքը գումարի։ Հետևյալ կերպ, եկեք խմբավորենք։ Գրենք առաջին 5 զույգ թվերը առաջին տողում 2, 4, 6, 8, 10։ Հաջորդ տողում գրենք 12, 14, 16, 18, 20։ Երրորդ տողում կլինի 22, 24, 26, 28,
30 եւ այսպես շարունակ որ գրենք նախավերջում տողում կլինի 2012, 2014, 2016, 2018, 2020 եւ վերջապես վերջին տողում, որը կլինի կիսատ, ունենանք միայն 2022-ը եւ 2024-ը։ Ուրեմն եկեք վերլուծենք այս գրած 5 թվերի գումարը 2, 4, 6 ու 10 հավասար է 30, որը վերջանում է 0 թվանշանով։ Տեսեք 2-ին գումարած 8 10, 4-ին գումարած 6 10, այստեղ էլ 10 30։ Այս գումարը վերջացավ 0-ով։ Այս գումարը նույնպես կվերջանա 0 թվանշանով, որտեղ վերջին թվանշանները կրկնվում են ինչ որ առաջին տողում 2, 4, 6, 8 եւ 0։ Սա նույնպես կվերջանա 0-ով։ Այս գումարը նույնպես վերջանում է 0-ով, ընդհուպ մինչև նախավերջին տող այս բոլոր 5 քառանիշ թվերի գումարը վերջանում է 0 թվանշանով։ Իսկ այս վերջին երկուսի գումարը կվերջանա 6-ով, որտև 2 եւ 4 թվանշաններն են միայն առկա։ Հիմա գումարել այս բոլոր թվերը նույնն է ինչ որ գումարել ամեն տողի եղած թվերի գումարը։ Քանի որ դրանք բոլորը վերջանում են 0-ով բացի վերջինից, ուրեմն ամբողջ գումարը կվերջանա 6 թվանշանով, որովհետև վերջին երկուսի գումարը հենց 6 է։ Այստեղ օգտվում ենք այն փաստից, որ գումարի վերջին թվանշանը որոշվում է միայն վերջին թվանշանի միջոցով։ Իսկապես, օրինակ, երբ որ գումարում ենք 1359-ին 2014, ինչպես կլինի վերջին թվանշանը։ 9-ին գումարած 4 13, 3-ը գրած մտքում բաց, այս մնացած ոչ մի թվանշան բացարձակ կարևորություն չունի, որպեսզի որոշենք թվի վերջին թվանշանը։ Այժմ համար 7-ը։ Անին երկնիշ թվերից կազմում է թվազույգեր այնպես, որ յուրաքանչյուր թվազույգի առաջին թիվը մեծ լինի երկրորդից, իսկ նրանց գումարը լինի 125։ Օրինակ 85-40 ամենաշատը քան է այդպիսի թվազույգ նա կարող է կազմել։ Փաստորեն ունենք երկնիշ թվեր 10, 11 մինչև 99 կազմում է երկնիշ թվեր, որոնց առաջինը թիվը մեծ է երկրորդից եւ գումարը 125 է։ Ամենամեծ թիվը, որ նա կարող է օգտագործել 99 է, չէ՞։ 99-ին ինչ գումարենք, որ ստացվի 125, ունենք 26 թիվը, 99 գումարած 26 հավասար է 125։ Հաջորդ թվազույգը, որ կարող ենք առնել, դա 99-ը փոքրացնենք 1-ով, իսկ 26-ը մեծացնենք 1-ով, ունենանք 98 27։ Կրկին կունենանք երկնիշ թվեր, ընդ որում գումարը կմնա նույնը, քանի որ թվերից մեկը փոքրացրինք 1-ով, մյուսը մեծացրինք 1-ով, արդյունքում գումարը չի փոխվում։ Այստեղ կարող եք դուք սխալմամբ մտածել, որ այսպես կարող ենք շարունակել մինչև 2699։ Իրականում այդպես չէ, որովհետև խնդրում ասում է առաջին թիվը մեծ է երկրորդ թվից։ Այսինքն մենք այս ընթացքում պետք է կանգնենք ինչ որ տեղ, այսինքն գրենք 97 28 96 29 ինչ որ բա, երքանի դեռ առաջինը մեծ է երկրորդից։ Իսկ երբ կկանգնենք, հասկանալու համար գումարը 125-ը բաժանենք 2-ի։ Ունենում ենք 62 եւ մնացորդ 1, այսինքն 125-ի մեջ կա 2 հատ 62 եւ եւս 1 մնացորդ։ Ուրեմն առաջին թիվը 62-ից փոքր կամ հավասար լինել չի կարող։ Մենք կարող ենք հասնել մինչև 63, 62 զույգին, այստեղ տեսնում եք 2 հատ 62, 125-ը մենք ինչ ստացանք, 2 անգամ 62 պլյուս 1, չէ, 2 հատ 62 եւ եւս 1, 63, 62-ը այդպես էլ կառուցում ենք, 62, 62 եւ 1 ավարտացնում ենք առաջին թվին։ Սա նույնպես կբավարարի խնդրի պայմաններին եւ ուրիշ այսպիսի թիվ չի լինի։ Այժմ հաշվենք, թե քանի թվազույգ կա այստեղ։ Ամենահեշտ ձևը հիմա ես որ տեսնում եմ
Դա հաշվել, թե քանի թիվ է գրած 63-ից մինչև 99-ը։ Այսինքն ամեն մեկի համար մի հատ կա, չէ՞։ Գրենք 63, 64, 65, 97, 98, մինչև 99։ Այստեղ քանի թիվ կա գրված։ Եթե դուք հանկարծ մտածեք, որ պատասխանն է 99-ից հանած 63, 36 հատ, ապա սխալվում եք։ Համոզվելու համար եկեք նայենք 5, 6, 7, քանի թիվ կա այստեղ։ Եթե մտածում եք, որ 7-ից հանած 5 2-ն է պատասխանը, ապա սխալ է, չէ՞ որ այստեղ կա գրված 3 հատ թիվ։ Պատասխանը տարբերությունից մեկով մեծ է, որովհետև 99-ից հանած 63-ը կամ որ այս նույն դեպքում է 7-ից հանած 5-ը ցույց է տալիս, թե քանի անգամ պետք է թվին մեկ գումարենք, որպեսզի հասնենք մյուսին, այսինքն կոպիտ ասած այս ստորակետերի քանակն է։ Այստեղ կա 36 հատ ստորակետ, իսկ թվերը մեկով շատ են ստորակետերից, չէ՞ որ ամեն թվից հետո կա ստորակետ, իսկ վերջինից հետո չկա։ Ուրեմն մեզ այստեղ պետք է գումարել 1 և կստանանք 37։ Այսինքն կա այդպիսի 37 թվազույգ։ Տեսնում ենք պատասխան երրորդ տարբերակն է։ Այժմ հաջորդ խնդիրը։ Անին երկնիշ թվերից չէ, դա արեցինք։ Եթե երկնիշ թվին գումարենք իր թվանշանների գումարը, ապա կստանանք եռանիշ թիվ։ Քանի այդպիսի երկնիշ թիվ կա։ Թիվը երկնիշ է, գումարում ենք իր թվանշանների գումարը, ստացվում է եռանիշ։ Ակնհայտ է, չէ՞, որ այդ թիվը 10 լինել չի կարող, որովհետև 10-ին գումարում ենք 1, գումարում ենք 0, ստանում ենք 11։ Չի կարող լինել նաև 64, օրինակ։ 64-ին գումարում ենք 6, գումարում ենք 4, ստացվում է 74, եռանիշ չի։ Թիվը պետք է լինի բավականաչափ մեծ։ Տեսնենք, որ 80-ից փոքր լինել չի կարող, որտեվ եթե 80-ից փոքր եղավ, ապա գումարելու ենք 2 հատ միանիշ թիվ, այսինքն 2 հատ 10-ից փոքր թիվ։ 80-ից փոքր թվին գումարենք 10-ից փոքր թիվ ու եւս մեկ 10-ից փոքր թիվ, 100 չենք կարող ստանալ, այսինքն եռանիշ չի ստացվի։ Ուրեմն մեր թիվը պետք է գոնե 80 լինի, բավականաչափ մեծ լինի։ 80-ը նույնպես չի բավարարում, որտեղ 80-ին գումարած 8 գումարած 0 հավասար է 88, բայց 89-ը բավարարում է, որտեղ 89-ին գումարում ենք 8 գումարում ենք 9, ստանում ենք 106։ Եկեք նայենք այս արանքում որ թվերն են բավարարում, որոնք չեն բավարարում։ 88-ը կբավարարի, 104, 87-ը նույնպես կբավարարի։ Տեսեք, ամեն նախորդը գումարը 2-ով է փոքրանում, որովհետև մեկ այստեղ միավորն է փոքրանում, մեկ էլ այստեղ այս գումարելին մեկ-մեկով փոքրանում են։ 86 գումարած 8 գումարած 6 հավասար է 100 հենց։ Արդեն 85, 84, 83-ը դրանք չեն բավարարի, որովհետև կստացվեն երկնիշ թվեր։ Այսինքն 8-ով սկսվողներից բավարարում են 86, 87, 88, 89, բայց սրանք բոլոր թվերը չեն, չէ՞ որ մենք ունենք նաև 90-ներով սկսող, 9-ով սկսվողները, 90-ականները։ 90-ը գումարելով ստանում ենք 99, ինչպես տեսնում ենք մի քիչ չի հերիքում։ Հետևաբար 91-ը արդեն հերիք է, 91 գումարած 9 գումարած 1 հավասար է 101։ Հաջորդը կլինի 103 և այսպես մինչև 99 բոլոր թվերը կբավարարեն 117։ Այստեղ մենք ունենք բավարարող, արդեն գիտենք ինչպես հաշվել, 99-ից հանած 91 պլյուս 1, 9 թիվ։ Իսկ այստեղ մենք ունեինք 86, 87, 88, 89, 4 հատ են, չէ՞, բայց եկեք նախորդ խնդրում օգտագործած մեթոդով հաշվենք։ 89-ից հանած 86 գումարած 1 հավասար է 4 թիվ։ Այսինքն 4 թիվ 8-ով սկսվողների մեջ, 9 թիվ 9-ով սկսվողների, այսինքն ընդհանուր կլինի 13 թիվ։ Պատասխան տարբերակ 2, 13։
Ուղի վրա նշված է 6 կետ։ Քանի հատված կա այդ ուղի վրա, որոնց ծայրակետերը նշված կետերից են։ Սա շատ հայտնի մեթոդ է, տիպի խնդիր է, որը լուծման մեթոդը շատ հեշտ է։ Ունենք 6 հատված, չէ՞։ 6 կետ A, B, C, D, E, F։ Հաշվենք բոլոր հատվածները, որոնց ձախ ծայրակետը A կետն է։ AB, AC, AD, AE, AF։ Ունեցանք 5 հատ, չէ՞։ Սրանք են սա, սա, սա եւ սա։ Ուղղակի ես աղեղներով եմ նշում, որտեվ հատվածով նշելը հարմար չի լինի այս պահին։ Այժմ հաշվենք B կետով հատվածը։ Այստեղ այլևս B-ան հաշվելու կարիք բացարձակապես չկա, որտեվ որպես AB հատված այն մենք հաշվել ենք։ B-ով կունենանք հետևյալ հատվածները BC, BD, BE, BF։ Այսինքն 1, 2, 3, 4, այս 4 հատը։ Այժմ անցնենք C կետովին։ Այստեղ նույնպես CB եւ CA հատվածները մենք չենք հաշվելու, դրանք արդեն հաշված են որպես AC եւ BC հատվածներ։ C-ով կունենանք 3 հատ, 1, 2, 3, CD, CE, CF, 3 հատ։ D-ով DE, DF, իսկ E-ով EF։ Այստեղ 2 հատ, այստեղ էլ 1 հատ, ընդհանուր 15 հատ։ Ու ստացանք, որ կա 15 հատ հատված։ Օրինաչափությունը, ինչպես տեսնում եք, հատվածների քանակը այս կառուցելով մեկով քչանում է։ Եթե մի կետ էլ ավելացնեինք, վերևի տողում կունենանք մի հատ էլ 6, օրինակ այստեղ M կետ լիներ, ունենանք MA, MB, MC, MD, ME, ME 6 հատով ավելի շատ։ Եվ այդպես շարունակ։ Այս դեպքում պատասխանն է 15։ 10-րդ խնդիրը, չկրկնվող թվանշաններով քանի քառանիշ թիվ կարելի է կազմել, օգտագործելով միայն 0, 1, 2, 3 թվանշանները։ Ունենք 0, 1, 2, 3 թվանշանները, պետք է կառուցենք քառանիշ թիվ, ընդ որում թվանշանները չկրկնվեն։ Քանի որ ունենք 4 հատ քառանիշ թվանշան եւ պետք է 4 քառանիշ թիվ կառուցենք չկրկնվող թվանշաններով, ուրեմն պետք է բոլոր թվանշաններն էլ օգտագործենք։ Միակ սահմանափակումը, որ ունենք, դա այն է, որ 0-ն չի կարող լինել թվի սկզբում, չէ՞։ Եկեք հաշվենք այն քառանիշների քանակը, որտեղ առաջին թվանշանը 1-ն է։ 1-ով։ Որպեսզի հանկարծակի ինչ որ թիվ բաց չթողնենք, եկեք պայմանավորվենք թվերը դասավորենք աճման կարգով։ 1-ով սկսող, այսինքն ամենափոքր լինելու համար սկզբում դնում ենք 0-ն, հետո 2, 3, 1023։ 1 0-ով սկսող էլի թիվ կա 1032-ը։ Այլևս 1 0-ով սկսող թիվ չկա, բոլորը գրել ենք։ Այժմ հարավորների կարգում գրենք ոչ թե 0, այլ հաջորդ փոքր թվանշանը 2, 1203, 1230 եւ վերջապես 1200-ները գրել ենք 1302 եւ 1320։ Այլևս 1-ով սկսվող քառանիշ թիվ չկա, որում օգտագործվեն 0, 2, 3 եւ 1 թվանշանները։ Այսինքն ստացանք 6 հատ։ Այժմ անցնենք 2 թվանշանով սկսվողներին։ Մոտեցումը լրիվ նույնն է ու որպես արդյունք քանակը նույնպես չի փոխվում, կրկին 6 հատ են։ 2-ով սկսվող, այսինքն 2000-ով, եկեք սկզբում 0 հարյուրավորով գրենք։ 2000 ամենափոքրը 13-ն է, այնուհետև 31-ը։ 2000-ով, 2 0-ով սկսվող այլևս չկա, անցնենք 2100-ին, 2103, 2130 եւ վերջապես 3102, կներեք,
2301 և 2310, ինչպես տեսնում եք կրկին 6 հատ եղավ, ընդ որում որ ուշադիր լինենք, այս երկրորդ սյունակում ցանկացած թիվ ստացվում է առաջին սյունակի ինչ-որ թվում 1-ն ու 2-ը տեղերով փոխելով, օրինակ սա և սա նույնն են թվանշանները տեղերով փոխած, 1032-ը նույն 2031-ն է տեղերը փոխած 1-ն ու 2-ը, 1203-ը 2103-ը, 1230-ը 1-ն ու 2-ը տեղերով փոխեցինք ստացվեց 2130-ը, 1302-ը 2301 և վերջապես 1320-ը և 2310-ը, պարզում է նույն օրինաչափությունը կա նաև երրորդ սյունակի համար, որտեղ գրելու ենք 3-ով սկսվողները, ամենափոքրն են 3012-ը, եթե նկատեք այս նույն թիվն է 3-ն ու 1-ը, գնանք 3 ինչ-որ ձև տեղը փոխած, այս 3032-ի, այսա արդեն սրա հետ է համընկնում, հաջորդը կլինի 3021-ը, որը արդեն առաջինն է, հաջորդ թիվը կլինի 3102, 3120, 3201 և 3210, 6 հատ, օրինակի համար նայենք, որ 3210-ը 1-ն ու 3-ը տեղերով փոխում ենք, ստանում ենք 1230, այս թիվը, ցանկացածի համար կա իր զույգը, փաստորեն մենք լուծեցինք 10 խնդիր, բավականաչափ ժամանակ անցավ, այժմ լուծենք վերջին 10 հատը, 4 դարակում գրքեր են դրված, եթե առաջին դարակից հանեն 16 գիրք, չորրորդում ավելացնենք 14 գիրք, իսկ երկրորդից երրորդ տեղափոխեն 15 գիրք, ապա բոլոր դարակներում գրքերի քանակները կհավասարվեն, ամենաշատ գրքերը որ դարակում էր սկզբում դրված, սա լուծելու մի քանի ձև կա, եկեք հատվածներով պատկերենք ու օգտվենք ոչ թե սկզբում ինչքան էր, այլ վերջում ինչքան եղավ, խնդիրը ինչ է ասում, որ վերջում բոլորում եղավ նույն քանակությամբ գիրք, չէ, ուրեմն, սա վերջում է, հիմա իսկ ինչ է տեղի ունեցել, ասում է առաջին դարակից հանեն 16 գիրք, այսինքն առաջին դարակից եթե հանենք 16 գիրք, կունենանք առաջին դարակում այս պատկերը, չէ, ուրեմն ինչքան գիրք կար առաջին դարակում, այդ մեկ մասը և ևս 16 հատ, չորրորդ դարակում ավելացնեն 14 գիրք, ուրեմն չորրորդ դարակում կար այս մի մասից 14-ով քիչ, այսինքն այսքան գիրք կար, 14 ավելացրեցին, դարձավ մի մասը, իսկ երկրորդից երրորդ տեղափոխեն 15 գիրք, այսինքն երկրորդից 15 գիրք տարել են երրորդ, հավասարվել են, ուրեմն երկրորդում ես մի մասից 15-ով շատ կար, իսկ այստեղ 15-ով քիչ էր, այսինքն կար այսքան, այստեղից մինչև այստեղ, այսի 15-ով քիչ, կարդում ենք պահանջը, ամենաշատ գրքերը որ դարակում էր սկզբում դրված, միանգամից պարզ է, որ պատասխանն է առաջին դարակում, այնտեղ կար ամենաշատ գիրքը, որովհետև այնտեղից ամենաշատ գիրքը հանելուց հետո դարակներում եղած գրքերի քանակները հավասարվել են, պատասխան առաջին դարակում, տարբերակ առաջին հենց, խնդիր 12-ը, բառարանի բոլոր էջերը համարակարելիս գրվել է 1122 թվանշան, քանի էջ ունի այդ բառարանը, սա ստանդարտ խնդիր է 5-րդ դասարանի դասագրքում, շենքի դռները համարակալելու մասին այդպիսի խնդիր կա, ակնհայտ է, որ բոլոր միանիշ էջերը օգտագործված են, չէ, օգտագործելով ընդհանուր 9 թվանշան, բոլոր երկնիշ էջերը համարակալելու համար
Մենք օգտագործելու ենք քանի թվանշան։ 10-ից 99 կա 90 հատ երկնիշ թիվ։ Կարող ենք այսպես հաշվել. 1-ից 99 բոլոր թվերից, որոնք 99 հատ են, ջնջենք 9 միանիշները, 99 հանած 9, կամ այսօր արդեն սովորած մեթոդով 99-ից հանած 10 գումարած 1, 90, այսինքն 10-ից 99 գրելու համար 90 թիվ է օգտագործում։ Դրանցից յուրաքանչյուրը գրելու համար օգտագործում ենք երկու թվանշան, չէ՞։ Այսինքն կօգտագործվի 189 թվանշան։ Քանի որ մենք օգտագործել ենք 1122 թվանշան, ուրեմն բոլոր երկնիշները օգտագործել ենք։ Այժմ նայենք եռանիշների հետ ինչ է կատարվել։ Եթե բոլոր եռանիշները գրենք, ապա կօգտագործվի 999-ից հանած 100 գումարած 1, 900 հատ h թիվ։ Դրանք համարակալելու համար կօգտագործվի 900 անգամ 3 2700 թվանշան, բայց մենք այդքան թվանշան չենք օգտագործել, չէ՞։ Ուրեմն եռանիշ թվերը ոչ բոլորն են օգտագործել։ Ուրեմն վերջին էջը եռանիշ է։ Փորձենք հասկանալ, թե դա որն է։ Դրան արդեն մեզ կօգնի 1122-ը։ Մենք օգտագործել ենք 1122 թվանշան, դրանից 9 օգտագործել ենք, կներեք, ստեղ 189 չի, 180, 9 միանիշների համար և 180-ը երկնիշների համար, մնացել է օգտագործելու 933 թվանշան։ Ինչպես տեսանք, դրանք բոլոր օգտագործվել են եռանիշ թվերը, էջերը համարակալելու համար։ Քանի որ յուրաքանչյուր եռանիշ էջի համար օգտագործվում է 3 թվանշան, ուրեմն ընդհանուր գրվել է 933 բաժանած 3, 311 եռանիշ էջ ունի գիրքը։ Ուրեմն գրքի էջերի քանակը կլինի 9 միանիշ էջերին գումարած 90 երկնիշ էջերի քանակը և ևս 311 եռանիշ էջերի քանակը, ստացվի 410։ Այսինքն մեր գիրքը, կոնկրետ այս դեպքում բառարանը, ունի 410 էջ։ Տարբերակ առաջին 410։ 13-րդ խնդիրը։ Դասարանի աշակերտներից 18-ը մասնակցում են լողի խմբակի, 15-ը թենիսի, եկեք միանգամից գրենք 18-ը լող, 15-ը թենիս, 13-ը ֆուտբոլ։ Տարօրինակ դասարան է, որտեղ լող ավելի քիչ են սովորաբար մասնակցում, քան ֆուտբոլի կամ թենիսի։ Դասարանի յուրաքանչյուր աշակերտ մասնակցում է նշված խմբակներից միայն երկուսին, քանի աշակերտ ունի դասարանը։ Եթե ամեն աշակերտ մասնակցեր միայն մեկ խմբակի, ապա մենք հեշտությամբ կասենք, որ աշակերտների քանակն է 18 + 15 + 13 46, չէ՞։ Բայց չէ՞ որ մեր մոտ յուրաքանչյուր աշակերտ երկու խմբակի է գնում։ Ուրեմն այս 46 խմբակի գնալու միջոցառումներին, որ հաշվենք, յուրաքանչյուր աշակերտ մասնակցում է երկուսին, չէ՞։ Կոպիտ այսպես պատկերացնենք, թող յուրաքանչյուր աշակերտ ամեն սպորտաձևի խմբակին վճարի ամսական վճար։ Այսինքն 18 հոգի լողի համար են վճարելու, 15-ը թենիսի համար են վճարելու, իսկ 13-ը ֆուտբոլի։ Արդյունքում ամսվա կտրվածքով լինելու է 46 վճարում, բայց չէ որ յուրաքանչյուր աշակերտի համար վճարվելու է երկու անգամ։ Ուրեմն աշակերտների քանակը 46-ի կեսն է։ 46-ը բաժանած 2-ի ստանում ենք 23, ուրեմն դասարանում կա 23 աշակերտ։ Տարբերակ 4 23։ Սեղանին դրված է թղթի 16 թերթ։
Դավիթը բոլոր թղթերից մի քանիսը բաժանեց 4 մասի։ Արդյունքում ստացվեց թղթի 40 կտոր։ Թղթերից քանիսն է Դավիթը բաժանել մասերի։ Այսինքն ունեինք 16 թերթ, կտրտելու արդյունքում դարձավ 40, ընդ որում ամեն թերթը կտրվել է 4 մասի։ Այս պատկերենք։ Պետք է որոշենք, թե քանի թերթ է կտրել։ Տեսեք, այստեղ մի խորամանկություն կա այս խնդրում։ Բոլորից պարզ է, որ էջերի քանակը թերթերի քանակը շատանում է կտրելու արդյունքում։ 40-ից հանելով 16, ստանում են 24, սա այն թիվն է, թե քանի հատ թերթ է ավելացել։ Այստեղ կարելի է սխալմամբ 24-ը ասել, քանի որ բաժանում է 4 մասի, ուրեմն ամեն անգամ թերթերի քանակը շատանում են 4-ով, ուրեմն 24 թերթ շատ ավելացնելու համար պետք է 24-ը բաժանել 4-ի, ստանանք, որ 8 թերթ են կտրել։ Բայց այս լուծումը սխալ է։ Եկեք հասկանանք ինչի։ Երբ որ մենք մի թերթը բաժանում ենք 4 մասի, ապա թերթերի քանակը ավելանում է ոչ թե 4-ով, այլ ընդամենը 3-ով, չէ՞ որ մի հատն էլ պատռում ենք, մի հատը վերանում է, 4 հատ ավելանում են։ Այսինքն թերթերի քանակ ավելացավ 3-ով, ուրեմն 24-ը պետք է բաժանել ոչ թե 4-ի, այլ 3-ի, 24-ը բաժանած 3-ի հավասար է 8։ Այսինքն 8 թերթ, այս 16-ից 8-ը, կարծես թե անունը Դավիթ էր, Դավիթը պատռել է, բաժանել մասերի և ստացվել է 40 թերթ։ Պատասխան 14, երկրորդ տարբերակ 8։ Լևոնը 670 դրամով 50 և 80 դրամանոց տետրեր է գնել։ Ընդամենը քանի տետր է գնել Լևոնը։ Այսինքն ունենք 670 դրամ, որով գրել է 50 և 80 դրամանոց տետրեր։ Պետք է որոշենք, թե քանի հատ կա։ Եկեք այսպես մտածենք. 50, 50, 80, 80, այսպես թվերը իրար գումարելով, փաստորեն մենք ստացել ենք 670, չէ՞։ Մենք կարող ենք պայմանավորվել ու անտեսել այս վերջին գրած զրոները։ Այսինքն 5-էր և 8-էր գումարելով ստացել ենք 670, 67, այստեղ քանակը չգիտենք։ Հիմա եկեք հասկանանք, 5-երը իրար գումարելով միշտ ստանալու ենք 5-ով կամ 0-ով վերջացող թիվ, չէ՞։ 5, 10, 15, 20, 25, 30։ Այսինքն այս 8-երով գրած թվերի գումարը պետք է լինի կամ 7, կամ էլ 2-ով վերջացող, չէ՞։ Այս դեպքում գումարենք 0, իսկ այս դեպքում գումարենք 5։ Հիմա այսինքն 8-երը ինչքան գումարենք, որ վերջանա 7-ով։ Այդպես հնարավոր չէ, որտեղ 8-երը ինչքան էլ գումարենք, ստացվելու է զույգ թվանշանով վերջացող թիվ, որտեղ թիվը զույգ է։ Ուրեմն միակ ձևը ստանալ 2-ով վերջացող թիվ, ու 8-ի որ բազմապատիկը կվերջանա 2-ով, դա 32-ն է։ Ուրեմն ունենք 4 հատ 8, 32, չէ՞։ 4 հատ 8, 32, իսկ 67 ստանալու համար քանի հատ 5 պետք է ավելացնել։ 67 հանած 32, 35, այսինքն 35 թիվ պետք է ստանանք 5-նոցներով, 35-ը բաժանելով 5 ստանում ենք 7 հատ։ Այսինքն 5-նոցների քանակը, կամ այսպես ասած 50 դրամանոց տետրերի քանակը 7 է, իսկ 80 դրամանոցների կամ 80 դրամանոց տետրերի կամ այս դեպքում 8-նոցների քանակը 4 հատ։ Կարծես թե պահանջը ասում էր ընդհանուր քանի տետր է, չէ՞ գնել։ Քանի տետր է գնել Լևոնը։ Պատասխան 4 + 7, 11։ Հիմա անցնենք վերջին 5 խնդիրներին։ Համար 16։
Այց B ճանապարհը մեքենան անցավ 4 ժամում։ Եթե նա արագությունը 30 կմ/ժ-ով մեծ լիներ, ապա ամբողջ ճանապարհի վրա 3 ժամ կծախսեր։ Քանի կիլոմետր է Այց B ճանապարհը։ Սա լուծենք երկու ձև։ Առաջինը մասերով, ասում է, սա թող լինի մեքենայի արագությունը։ Ամբողջ ճանապարհը անցավ 4 ժամում, չէ՞։ Այսինքն ճանապարհը 4 այսպիսի մաս է։ Մյուս կողմից, եթե շարժվեր 30 կմ/ժ-ով ավելի մեծ արագությամբ, այսինքն մի ժամում այսքան եւ եւս 30, որը մենք կպատկերենք կարմիր, եւ եւս 30, սա մի ժամ, գույնը սև անենք, սա երկրորդ ժամը եւ վերջապես եւս 1 ժամ, ապա տեղ կհասեր, այսինքն ճանապարհը նույնը կլիներ։ Այժմ եթե տակի հատվածները վերադասավորենք, մենք ինչ կստանանք, որ 3 մասը, որը կհամընկնի սրա հետ, եւ եւս 3 հատ 30-ը ստացվի նույն ճանապարհը։ Տեսնում ենք, որ մեկ մասը 90 կիլոմետր է, որը մեքենայի 1 ժամում անցած ճանապարհն է։ Ուրեմն մեքենան շարժում էր 90 կմ/ժ արագությամբ, իսկ քանի կիլոմետր է Այց B ճանապարհը, կլինի պատասխանը 4 անգամ 90, հավասար է 360։ Ինչպես տեսնում եմ, սրա պատասխանը արդեն չկա։ Պետք է ներմուծել։ Տանձը սալորից ծանր է 90 գրամով, իսկ խնձորը 80 գրամով։ Մեկ տանձը եւ 3 խնձորը 10 սալորի չափ է կշռում։ Քանի գրամ է կշռում սալորը։ Սա կարող ենք լուծել ինչպես մասերով, այնպես էլ կշեռքի միջոցով։ Եկեք օգտագործենք իմ համար շատ սիրելի մասերով մեթոդը, այնուհետև կանցնենք կշեռքին, կտեսնեք ինչքան իրար նման են։ Սալորը թող լինի 1 մաս։ Տանձը սալորից ծանր է 90 գրամով, իսկ խնձորը 80։ Ասում է, որ 1 տանձը եւ 3 խնձորը 10 սալորի չափ է։ Եկեք պատկերենք 10 սալոր, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 10 սալոր, հիմա 1 տանձ, ասում է նույն չափի են, չէ՞, այսինքն ի վերջո գալու ենք, հասնելու ենք այստեղ, 1 տանձը, այստեղ մի տանձ եւ 90, խնձորը, ասում է 3 խնձոր, 3 հատ էլ խնձոր գրենք, խնձոր, եկեք մի քիչ մեծանենք, որ հասնի 1, եսելի մի մաս եւ 80, այստեղ էլ 1 մաս ու 80։ Գծագիր այնքան էլ լավ չստացվեց, որտեղ 80-ները տարբեր չափի ստացվեցին, եկեք փորձենք մի քիչ համաչափ նկարել։ Այսինքն ոնց որ այս 90-80-ը պետք է ավելի մեծ լինեն, որպեսզի կարողանանք տեղավորել, թվացինք սա 90-ը, սա էլ 80։ Ուրեմն 1 տանձը, 1 տանձ եւ 90, 3 խնձորը 1 մաս եւ 80, 1 մաս եւ 80, 1 մաս եւ 80, ու ստացվում է նույն բանը, չէ՞։ Եթե վերադասավորենք, նա այստեղ քանի հատ անհայտ մաս ունենք, 1, 2, 3, 4, չէ՞։ Դա այս 4 մասն, այսքանն է։ Ուրեմն այս 6 մասը ինչին է հավասար։ Դա կլինի այս 90-ին ավելացրած այս 80-ը, այս 80-ը ու այս 80-ը, չէ՞։ 90-ին գումարած 80, գումարած 80, գումարած 80։
330, ուրեմն մեկ մասը կլինի 330 բաժանած 6, 55 գրամ, ուրեմն մի սալորը 55 գրամ է, իսկ ինչ էր պահանջը, քանի գրամ է կշռում մեկ սալորը, ստացանք, որ մեկ սալորը 55 գրամ է, 18, հայրը 24 տարով մեծ է որդուց, իսկ 3 տարի հետո հոր տարիքը որդու տարիքից մեծ կլինի 5 անգամ, տեսեք, այս խնդիրը նրբություն ունի, պետք է գտնել, քանի տարեկան է հայրը, ասում է, հիմա հայրը 24 տարով մեծ է որդուց, իսկ 5 անգամ մեծ կլինի 3 տարի հետո, մենք կարող ենք գլխի ընկնել ու պարտավոր են գլխի ընկնել խնդիրը լուծելու համար, որ եթե հայրը հիմա որդուց 24 տարով մեծ է, ապա և 1 տարի հետո, և 2 տարի հետո, և 3 տարի հետո հայրը որդուց մեծ կլինի նույն 24 տարով, իսկ 3 տարի հետո մենք գիտենք, որ նա նաև մեծ է 5 անգամ, այսինքն 3 տարի հետո հայրը որդուց մեծ է 5 անգամ, որդին 1 մաս, հայրը կլինի 5 մաս, ու քանի որ հիմա էլ է որդին 24, հայրը 24 տարի մեծ, 5 տարի հետո, 3 տարի հետո էլ է լինելու 24 տարի մեծ, ուրեմն այս տարբերությունը 4 մասը կլինի 24 տարի, ուրեմն 1 մասը կլինի 24-ը բաժանած 4-ի հավասար է 6, 1 մասը 6 տարի է, հիմա կարդանք պահանջը, քանի տարեկան է հայրը, այստեղ հայրը 30 տարեկան է, բայց սա ոչ թե հիմա է, այլ 3 տարի անց, խնդիրը ասում է 3 տարի անց է, չէ 5 անգամ մեծ լինելու, ուրեմն այժմ հայրը կլինի, այստեղ գործողությունները գրենք, 5 անգամ 6 հավասար է 30, այժմ հայրը 30 հանած 3, 27 տարեկան է, ուրեմն այս խնդրի պատասխանն է 27, գտնել ամենափոքր բնական թիվը, որը 7-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 5, այսինքն բաժանելին չգիտենք, քանորդը չգիտենք, միայն մնացորդը գիտենք, 5-ի բաժանելիս 3, կրկին քանորդը չգիտենք, իսկ 3-ի բաժանելիս մնացորդում 1, պետք է գտնել թիվը, կարելի է փորձելով, օրինակ 7-ի բաժանելիս 5 մնացորդ կտվող թվերը բոլոր գրել, 5, հաջորդը կլինի 5-ից 7-ով մեծ, 12, 19, 26, 33, այսինքն հերթով 7 գումարենք, կամ 5-ի բաժանելիս 3 մնացորդ, 3 մնացորդ, 3-ը, 8-ը, 13-ը, 18-ը, և 1, 4, 7, 10, այսպես գրել ու նայել, թե որ թիվը կլինի, որը կհանդիպի 3 տողերում էլ միաժամանակ, դա էլ կլինի խնդրի պատասխանը, չէ, առաջին տողին բավարարում են առաջին պայմանին բավարարող թվերը, երկրորդ տողում երկրորդ պայմանին, երրորդ տողում երրորդ պայմանին բավարարող թվերը, մեզ պետք է 3-ին էլ բավարարի, ուրեմն 3 տողում էլ պետք է լինի, բայց մենք մի քիչ ուրիշ ձև այժմ կլուծենք ավելի հետաքրքիր եղանակով, եկեք այս թվին, որը պիտի գտնենք, գումարենք 2 մտքում, այդ դեպքում թիվը եթե 7-ի բաժանելից 5 մնացորդ էր տալիս, որ գումարենք 2, ինչ մնացորդ կստացվի, 5-ը կդառնա 7, որ առանց մնացորդի կբաժանվի, կստացվի, որ մեր թիվը 7-ի բաժանելից ստացվելու է 0 մնացորդ, այս 2-ով գումարած, 2 գումարած թիվ, էլի, հիմա այդ նույն թիվը, որ 5-ի բաժանենք, թիվը 3 մնացորդ էր տալիս, որ 2-ս գումարենք, 3-ը կդառնա 5 մնացորդ, որը դառնում է 0 մնացորդ, չէ, այսինքն մեր թիվը նաև կբաժանվի 5-ի, նույն ձև այդ 2 գումարած թիվը կբաժանվի 3-ի, որտեղ 3-ի բաժանելուց 1 մնացորդ թվին, եթե գումարենք 2, այդ մի մնացորդը կդառնա 3 մնացորդ ու կստացվի, այսպես ասած 0 մնացորդ, ուրեմն մեր թվին եթե գումարենք 2, ինքը կբաժանվի և 7-ի,
եւ 5-ի եւ 3-ի։ Իսկ այդպիսի թիվ գտնելը բավականաչափ հեշտ է։ Մյուս կիսամյակ կանցնեք ամենափոքր ընդհանուր բազմապատի գտնելու ձևը, բայց հիմա դες ամենահեշտ ձևը այս դեպքում կլինի 7 անգամ 5 անգամ 3 հավասար է 105։ Կարելի է նաև փորձելով անելով գտնել 105, ուրեմն մեր թիվը, որ ունեինք 105 հանած 2 հավասար է 103-ն։ Չմոռանանք, որ մենք թվին գումարել էինք 2, որպեսզի ստանանք այդ հատկությունը։ Եվ վերջապես վերջին խնդիրը էլեկտրոնային ժամացույցը ցույց է տալիս ժամը եւ րոպեն, օրինակ 20:25։ Այժմ ցուցմունքների գումարը հավասար է 24։ 1 րոպե անց ինչ կլինի ցուցմունքների թվանշանների գումարը։ Բավականաչափ հետաքրքիր խնդիր է։ Օրինակ տեսեք, եթե թվանշանների գումարը լիներ 9, 20:25-ին հաջորդ րոպեին կլիներ 20:26, չէ՞։ Թվանշանների գումարը կլիներ 9-ից կդառնար 10։ Բայց եթե ժամը լիներ 00:09, թվանշանների գումարը 9-ն է, ապա հաջորդ րոպեին կլիներ 00:10, չէ՞, թվանշանների գումարը կլիներ 1։ Այսինքն մենք չէինք կարողանա միարժեքորեն որոշել, որ եթե այս պահին թվանշանների գումարը 9-ն է, ապա հաջորդ պահին ինչքան կլինի։ Կարող է 9-ից 10 դառնալ, կարող է 9-ից 1 դառնալ, չէ՞։ Հնարավոր է միգուցե ուրիշ դեպքեր էլ լինեն, պետքա ստուգենք, համոզվենք, որ չէ։ Բայց երբ որ թվանշանների գումարը 24 է, ապա այս դեպքում շատ տարբերակ մենք չունենք։ Եկեք հասկանանք, թե ժամի թվանշանների գումար ամենաշատը ինչ կարող է լինել։ Ժամը լինում է 00-ից մինչև 23, չէ՞։ Այս ընթացքում ամենամեծ թվանշանների գումար ունի 19։ Այսինքն այս թվանշանների գումարը ամենաշատը 10, առավելագույնը 10 կարող է լինել։ Հիմա րոպեի ցուցմունքին նայենք։ 00-ից մինչև 59։ Այս արանքում ամենամեծ թվանշանների գումար ունի 59, որը 14 է։ 10-ին գումարած 14 ստացվեց 24։ Ահա, իսկ մեր ժամի ցուցմունքների գումարը ինչքան է, հենց 24 է, չէ՞։ Իսկ դա հնարավոր է որ դեպքում, երբ որ ժամի ցուցմունքների ցուցմունքի թվանշանների գումարը 10 է, իսկ րոպեինը 14։ Դա էլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ որ ունենք 19:59։ Ուրիշ ձև ուղղակի հնարավոր չի։ Դե եթե ժամը 19:59 է, ապա 1 րոպե հետո կլինի 20:00, այսինքն թվանշանների գումարը կլինի 2։ Ուրեմն ժամը մի րոպե անց ցուցմունքների թվանշանների գումարը կլինի 2։ Պատասխան 2։ Դե հարգելի աշակերտներ, ծնողներ, այսքանը։ Հուսով եմ օգտակար էր, բավականաչափ ինտենսիվ զրուցեցի, ժամից ավել հավանաբար այսքան ինֆորմացիա տվեցի, կարող եք մասերով նայել, պաուզաներով, վերլուծելով, բայց հուսով եմ օգտակար կլինի բոլորիդ։ Հաջողություն, կհանդիպենք հետագա հանդիպումների ժամանակ։